Ոչ միայն առողջական, այլև սոցիալական մի շարք խնդիրներ ունեն հայրենական մեծ պատերազմի վետերանները։ Խորհրդային տարիներին տարբեր արտոնություններից օգտվող այս խմբի ներկայացուցիչները մեր օրերում դրանցից շատերը կորցրել են։ Այս իմ բանատի նկարն է։ Անցած գնացած օրերի մասին 86-ամյա Կարլեն Դավթյանը միայն նկարներով չի հիշում։ Ամեն ինչ դրոշմված է հուշերի պահոցում։ Ռազմաճակատում երկար չի եղել, բայց պատերազմի վճռական ու ճակատագրական պահերին եղել է ամենաթեժ կետերում։ 44-ին արդեն պատերազմ բաները համարյա սկսում էր վերջանալ, փախնում էր, Գերմանացին մենք հետևից շարունակում ենք այդ ճանապարհը։ Դες գնացենք մինչև Բերլին ենք ասել։ Ռազմական գործողություններին հաղթանակն ու դրա ցնծությունը հաջորդեցին։ Պատմությունը կերտողներն էլ երկար ժամանակ չմոռացվեցին։ 6 տասնամյակ անց խրոխտ օրերից միայն հուշեր են մնացել ու հայրենական պատերազմի վետերանի գրքույկը։ Հիմա ես ստեղ հայրենական պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ եմ, էլ ստեղ գրված է։ Վետերանի գրքույկը նախկինում լուրջ անցաթուղթ էր։ Պատերազմի մասնակիցները տարբեր արտոնություններ ունեին։ Դրանցից շատերից ժամանակին այս վետերանն էլ է օգտվել։ Մինչև 2006 թիվը էլի ուղեդիր են տալի, գնանք Ջերմուղն ու Հայաստանի շրջակայքում ոչարը։ Գնացել ենք, իսկ 2006 թվից այդ տոմսերը վերացել է, չեն տալի։ Ոչ միայն Հայաստանում, այլև դրանից անդին հայրենական պատերազմի մասնակիցը գրքույկի շնորհիվ եղել է նաև արտասահմանում, ճանապարհորդել մի շարք երկրներում։ Սոչիել եմ գնացել, բանել եմ գնացել, հետո ես գնացի Հնդկաստան, գնացի Դելհի, Բոմբեյ, գնացինք համարյա բանի սահմանը, Չինաստանի սահմանը։ Անկախացումից հետո շատ բան փոխվեց։ Արտոնություններով Բոմբեյ գնալու հնարավորություն հիմա իհարկե չկա։ Փոխարենը հայրենական պատերազմի վետերաններն այլ իրավունքներ ունեն։ 1993 թվականին Մինսկում ԱՊՀ երկրների միջև կնքվեց այդպիսի մի իրավունք վերապահող համաձայնագիր, դրան միացավ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունները համաձայնագիր են կնքել համատեղ ճանաչելու մասին հայրենական մեծ պատերազմի եւ դրանց հավասարեցված հաշվանդամներին եւ մասնակիցներին արտոնյալ, այսինքն անվճար կամ զեղչակագնով տարբեր տեսակի տրանսպորտից օգտվելու մասին։ Համաձայնագիրը զեղչ է սահմանում նաև օդային տրանսպորտի սակագնի վրա։ 86-ամյա վետերանը վերջին տարիներին այդ զեղչերից մի քանի անգամ արդեն օգտվել է։ Ամեն 5 տարին մեկ ես կտրոն են տալի, որ ես իրավունք ունեմ ԱՊՀ երկրներ լուբոյ տեղ գնամ 50% զեղչով։ Զեղչի կտրոն դեռ մնացել է, բայց դրանից հիմա ոչ մի օգուտ։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող զավակներին ու թոռներին եւս մեկ անգամ տեսնելու ցանկությունն այս տարի հոդս ցնդեց։ Վետերանը գնաց կտրոնների ձեռքին, հետ եկավ առանց տոմսի։ Պարզվեց, նախկին արտոնություններն այլևս չեն գործում։ Ասես որ արմավիան որ վերացել է, այդ տոմսը հետն է վերացել։ Մի չկա։ Իսկ ես թոշակ ստանալով չեմ կարող այդ գումարը տամ։ Չեմ կարող մի համ կոմունալ վարձեր մուծեմ, համ հացի փող բանեմ, համ էլ այդքան տոմսի փող տամ։ Խնդրին լուծում տալու հույսով Կարլեն Դավթյանը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է դիմում։ Այստեղ ուսումնասիրում են դաշտը, ծանոթանում խնդրի էությանը։ Համաձայնագիրը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վավերացրել է, դա միջազգային պայմանագիր է եւ վեր է Հայաստանի Հանրապետության մյուս իրավական ակտերից։ Այսինքն նույնիսկ եթե հակասություններ են լինում միմյանց միջև, պետք է գործի տվյալ համաձայնագրում ամրագրված նորմը։ Հակասություններին վերջ դնելու նպատակով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ իր հերթին քաղաքացիական ավիացիային է դիմում։ Պատասխանը չի ուշանում, տեղեկացնում են արտոնությունը կամ միայն թե ավիաոլորտի վերջին փոփոխություններն են ամեն ինչ տակնու վրա արել։ Ազգային ավիափոխադրողը դադարեցրել է չվերթները, իսկ օտարերկրյա փոխադրողներն էլ կարգերի մի մասին անհաղորդ մնացել։ Քանի որ այս պահին Արմավիա ավիաընկերությունն այլևս չի գործում, քաղաքացիները կանգնել են խնդրի առաջ։ Ստեղծված իրավիճակը շտկելու համար քաղաքավիացիան բանակցություններ է սկսել ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ։ Համաձայնության եզրեր գտել են դրանցից միայն մեկի հետ։ Սիբիր ավիաընկերությունը քննարկումից հետո բավականին երկար համաձայնվեց, որ պատրաստ է մատուցել նշված ծառայությունները։ Մեր քաղաքացին դիմումատուն այցելելով տվյալ ավիաընկերություն ավիաընկերության գլխավոր գրասենյակ իմացել է, որ այդ ավիաընկերությունը տվել է պարզապես իր նախնական համաձայնությունը եւ առայժմ
տվյալ իրավունքը չի ապահովում այդ ավիաընկերության կողմից։ Ներկայումս այդ ամենը գտնվում է ավարտական փուլում, ըստ բանավոր պայմանավորվածության Սիբիր ավիաընկերության հետ նոր տարվան արդեն իրենք կմատուցեն նշված ծառայությունը մեր քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ արտոնություններից։ Ի տարբերություն այս ավիաընկերության, մյուս ավիափոխադրողները պատրաստակամություն չեն հայտնել։ Ոչ Aeroflot-ը եւ ոչ էլ ուկրաինական ավիաընկերությունները համաձայնություն չհայտնեցին մատուցել այդ ծառայությունները 2013 թվականի սեպտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել հայկական Air Armenia ավիաընկերությունը, որին նույնպես մենք դիմել ենք, սակայն առայժմ պատասխան չենք ստացել։ Որպես պարտականության կողմ, եթե նայենք, ավիաընկերության վրա դա չի գնում, հենց քաղաքացիական ավիացիան է պարտավորվում քաղաքացուն ապահովել տվյալ իրավունքով, քանի որ այդ համաձայնագիրը կնքել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում են, մասնավոր ընկերություններին պարտավորեցնելու իրավասություններ չունեն, ինչու են ավիափոխադրողները հրաժարվում արտոնյալ պայմաններով թռիչքներ իրականացնելուց, քաղաքացիական ավիացիայում չեն հասկանում, վստահ են, դա ձեռնտու է առաջին հերթին ավիաընկերությանը, չէ որ պետությունն ինքն է փոխհատուցում տոմսի գումարը։ Փորձում եմ հասկանալ ինչու, որովհետև նորից եմ կրկնում, նոր ուղևոր ենք տալիս իրանց, որի վճարները երաշխավորում է պետությունը, այսինքն այդ պարագայում իրենք ինքները պետք է շահագրգռված լինեն, որ նոր ուղևորներ ստանան եւ դրա դիմաց գումար ստանան, սակայն ի զարմանս ինձ այդ ավիաընկերությունները հրաժարվեցին։ Սահակ Հակոբյանը վստահ է, ազգային փոխադրողի առկայության դեպքում նման խնդիրների չէին բախվի։ Օտարերկրյա ավիաընկերությունների պարագայում գործը մի փոքր բարդ է։ Չէ որ Ռուսաստանում դա այլ կարգով է իրականացվում, Հայաստանում այլ կարգով, Թուրքմենստանում այլ կարգով եւ բոլոր այդ 12 երկրներում, որոնք ստորագրել են, տարբեր են կարգերը ծառայության մատուցման տրամադրման, ինչպես նաեւ դրա փոխհատուցման ստանալու։ Եվ այդ պատճառով միգուցե օտարերկրյա ավիափոխադրողները մտածում են, որ ավելի լավ է իրենք այդ գումարի համար այդ նոր օրենսդրական դաշտի մեջ չմտնեն։ Քաղավիացիան Հայաստանում արդեն 80 տարվա պատմություն ունի։ Այդ ընթացքում շատ հարցերի են լուծում տվել։ Ծառացած խնդիրներն էլ քիչ չեն, բայց լավատես են։ Փորձում են լուծել բոլոր հարցերը։ Ես կարծում եմ, որ մենք նոր տարվա մեջ արդեն այդ խնդիրները լրիվ լուծած կունենանք եւ քաղաքացիների համար հասկանալի կլինի, նույնիսկ ընտրության հնարավորություն կլինի։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից վստահեցնում են, խնդրո առարկա հարցով զբաղվում են եւ կշարունակեն զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ վետերանների այս արտոնությունը չի վերականգնվել։